Արար երգչախումբն իր նոր շարք ասացումի խորագիրը կրող համերգային ծրագրով ներկայացավ երաժշտասերների գնահատմանը։ Ազգային երաժշտարվեստի եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործություններով հարուստ համերգի խորագիրը խորհրդանշական կերպով կապվել էր ասացման մեր դարավոր ավանդույթի եւ դրա մերօրյա դրսեւորումների հետ։ Բոլոր կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք հավաքվել էին իմի այս համերգի համար, դրանք առանձին ամեն մեկը իրենց ուղերձն ուներ, որը որ ասացման ձևով էր կատարվում։ Մենք շատ ենք սիրում եւ շատ ենք ընդունում ուրեմն ասերքային երաժշտությունը, երաժշտության նախնական ինչ-որ մի ձևը, որից բխել են մնացած ձևերը եւ նաեւ խոսքը, որը որ բարձ զուգադրվում է նաեւ երաժշտությանը։ Տիգրան Մանսուրյանի, Արսաս Ոսկանյանի, Դավիթ Ալաջյանի, Ռոբերտ Շումանի, Կլոդ Դեբյուսիի, Ֆրանց Շուբերտի եւ այլ կոմպոզիտորների գործերով հարուստ համերգային ծրագիրը հատկանշվեց Երվանդ Երկանյանի «Հուշեր» խմբերգային շարքի նորամուտով։ Շարքը ստեղծվել է Տերյանի բանաստեղծությունների հիման վրա, որը կոմպոզիտորը նվիրել է հենց Արար երգչախմբին։ Տերյանը, որ մշտապես ոգեշնչել է կոմպոզիտորին, այս անգամ եւս առիթ է դարձել, որ նա ստեղծի խմբերգային եւս մեկ հրաշալի շարք, որը լեցուն է Տերյանի պոետիկ հանճարի եւ երաժշտության կատարյալ ներդաշնակությամբ։ Մեզ համար շատ պարտավորեցնող է, շատ կարևոր է, այդ զգացողությունները չեն կարող փոխարինել ոչ մի ուրիշ ստեղծագործություն, երբ կատարում ենք, եւ մեր այժմյան ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները եւս ազգային են, շատ մոտ են մեր բնությանը եւ մենք կատարելիս տարբերություն զգում ենք իհարկե, երբ որ կատարում ենք ազգային ստեղծագործություն, երբ որ կատարում ենք համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Իր 13-ամյա պատմության ընթացքում երգչախումբը մշտապես հավատարիմ է մնացել գլխավոր սկզբունքին՝ ներկայացնել ոչ թե ժամանցային, այլ բացառապես բարձրարժեք երաժշտություն, կատարելով բազմաթիվ եւ բազմաոճ ստեղծագործություններ ավելի քան 10 նոտար լեզուներով։ 2021-ից Արարը իրականացնում է իր կարևոր նախագծերից մեկը՝ փիլիսոփա երաժիշտներին նվիրված համերգ դասախոսությունների շարք։ Արդեն հատուկ նախագծերով անդրադարձել են Ֆրիդրիխ Նիցշեին եւ Էդմոն Ավետյանին։ Մեր փիլիսոփայությունը հասավ նրան, որ մենք հասկացանք, որ գոյություն ունի երաժշտության ընկալման ավելի խորքային եւ ավելի հիմնարար կերպ, եւ դա գալիս է մեծ կոմպոզիտորների, մեծ փիլիսոփաների, ուրեմն աշխարհայացքից Շոպենհաուեր, Նիցշե, Վագներ եւ ինչի՞ չէ, նաեւ մեզանում կան մտածողներ, Ռոբերտ Աթայան, Էդվարդ Աթայան, Կոմիտասի մասին ուղղակի չենք կարող մոռանալ, դա մեր այսպես մեր հիմքն է, մեր երաժշտության ընկալման բանաձևը։ Իսկ առաջիկայում այս շարքը կշարունակվի Ռիլկեի տեքստերով ստեղծված երաժշտական ստեղծագործություններին նվիրված հատուկ նախագծով։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։